Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Այսօր մեր 9-րդ նստաշրջանի երկրորդ նիստն է։ Քվորում ունենք, հա։ Օրակարգի հետ գրելը ծանոթ եք, չէ՞։ Կներեք, եկել ես ապրոստունից բերեմ նոր։ Հաղի պակաս է, նա վական երևացը։ Հերո է։ Պատիկ դա։ Ատլեսպորտ պատիկ դա։ Ուրեմն գեներ նա նորից օրակարգի խոսեմ։ Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եղանցյակի կատարման մասին։ Ստեփանավան համայնքի ավականու 11/09/2025 թվականի հաստանավության լոռու մարզի Ստեփանավանի մանկապատանեկան մարզի ժամանցային կենտրոն հողակի մարզիչներին և սաներին մրցույթներում և առաջնություններում հաղթանակներ գրանցելու դեպքում դրամական խրախուսում տրամադրելու մասին թիվ 73-ա որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին։ Ստեփանավան համայնքի Վրացիա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասերը 24 տարի ժամկետով սահմանադրային վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման մասին։ Ստեփանավան համայնքի ավականու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Կարող եք ունենք նաև 3 հավելյալ հարցեր։ Ստեփանավան համայնքի փողոցների նշված է Նավայան, առաջին երկրորդ նշվածքի 400 դիվիզիոն նշվածքի և Ստեփանավանի փողոցների տեսարանքով հիմնանորոգման աշխատանքների իրականացման գնման բաց մրցույթ հայտարարելու մասին Արսեն Ավագյանը կզեկուցի։ ՀՀ լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավականու փետրվարի 14-ին 2025 թվականի 06 ահորոշում ուժը փորձրակ ճանաչելու մասին կզեկուցի Անուշ Կիրակոսյանը և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման մասին կզեկուցի Անուշ Կիրակոսյանը։ Երեք հավելյալ հարց ունենք։ Իսկ ինչի՞ չէ օրակարգը դա ներառված։ Հետո առաջացավ անհրաժեշտությունը ներառելու ժամանակի խնդիրներին։ Լավ, շատ լավ։ Օրակարգի վերաբերյալ ընկերներ։ Հարցեր չունենք, ոնց վերարկենք օրակարգը հաստատելու։ Դեմ ձեռնապահ չունենք, շնորհակալ եմ, անցնենք օրակարգի։ Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եղանցյակի կատարման մասին զեկուցող Հունար Եվազյան, համեցեք։ Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասով երրորդ եղանցյակի համար պլանավորվել է 816 միլիոն 983 հազար դրամ, եկամուտ փաստացի կատարվել է 802 միլիոն 512 հազար դրամը, կատարվել է 98.2%-ով կամ 125,071 դրամով ավել, քան 24 թվականի նույն ժամանակահատվածի համար։ 2025 թվականի երկրորդ եղանցյակի համար սեփական եկամուտներ պլանավորվել է 266 միլիոն 476 հազար դրամ, փաստացի կատարվել է 251 միլիոն 911 հազար դրամ, որը կատարվել է 94.5%-ով և գերազանցում է 24 թվականի նույն ժամանակահատվածը 58 միլիոն 45 հազար դրամով։ Ինչպես նաև այդ ընթացքում պլանավորվել է ավել 24 թվականի համար 51 միլիոն 188 հազար դրամ։ Ուրեմն եկամուտների տեսակների եկամուտները փաստացի կատարվել են հողի հարկը 93.6%-ով, գույքա փոխադրամիջոցների համար 76.8%, անշարժ գույքի հարկ 87, պետական տուրքեր 107.3, տեղական տուրքեր 126, հողերի վարձավճարներ 81%, կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ
104%, այլ գույքի վարձակալություն 259%, տեղական վճարները 96.5%։ Եվ ինչ էր այդ այլուքի վարձակալություն 250, ինչ Դե անջակալում են ֆինանսները, որ կապի կոտրագրների դրամատրեցին, հիմնականում մետրագումարը, բայց կա նաև այլ, օրինակ, այսինքն քիչ էին պլանավորել, հա՞։ քիչ են պլանավորել, հետո պայմանագրերի կնքություն, Մինչև պայմանագրեր չունենք, հետո ունեցան։ Ինքնաբան կառուցված շենքերի շինությունների օրինականացման համար վճարները 43%, վարչական տույժ և տուգանքը 40%, համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական գույքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող այլ վճարները 464.5%, սա այգինը։ Այլ ոչ հարկային եկամուտներ 45.2%։ Պաշտոնական դրամաշնորհները և կատարվել է 100%-ով, այդ դոտացիա։ Այլու կներեք, այլու ունեն միկրով ինչքան է եղել այլու այս շրջանառությունը։ 48 միլիոն 300 Գործունեություն չեք բան պատկերացնեի, չէ՞ նման բան։ Ինչ խոսք։ Մենք ընդհանրապես պլանավորել ենք 16 միլիոնի կարգ։ Էդ էլ ավելացումով ճշտում։ Այհարկե։ Բնակչության մեջ կա դժգոհություն, որ բանով քարտով գումար չեն ընդունում։ Գրիշա համեցը կետացի պատասխանատու։ Դե խնդիր ունենք, որովհետև ինքը չհարկվող օբյեկտ է, այսինքն մենք դրա համար չդիհարկենք, բայց դեմոք դիտենք, հարկայինում գրանցված ենք, իսկ այդ ձև սարքը կառավարությունն են հատկացրած իր կոստերմինալներով չի կարող համատեմատիկի համար։ Մենք գնել ենք սովորական ՀԴՄ սարք վաճառող ֆիրմայից, իսկ նա էլ հակառակը չի կարող կառավարության հետ այդ հաշվի համարները գծի։ Դե համար այս քարտի խնդիր ունենք, բայց դա կլուծում ընթացքի մեջ է, եկող տարվա համար արդեն պատրաստ կունենք։ Տարբեր ձևի փորձում այն չէ, դա դիմին կառավարություն բա, որ վերջի մարդիկ դժգոհություն կա քարտերով վճարում անեն, հաջողությունապակասում դրարություն եւ այս խնդրի առջև կայնի։ Բայց խոսացել եք էլ ինչ է դա։ Լուծում կլինի գրիշա։ Հա կլինի, պրոստը դեսկարը չենք հասցնի ես ապաստելու արդեն եկող տարվա համար կլինի։ Բայց ՀԴՄ տարբերվում է, չէ՞։ Այո։ Կանոնը ինչ է։ Սուբվենցիաները արվեստի դպրոցի համար կատարվել է 110%-ով, պատվիրակված լիազորություններ 93.3%։ Ընդհանրապես վարչական բյուջեի մասի եկամուտները կազմել են 98, կատարվել է 98.2%-ով։ Բյուջեի ֆոնդային մասի եկամուտները փաստացի կազմել են 447 միլիոն 826,000 և կատարվել է 41%-ով։ Վարչական բյուջեի պահոստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքերը կատարվել է 77.1%-ով, ոչ ֆինանսական ակտիվներից մուտքերը 12.9%-ով, 29 միլիոն 63,000, սա հողի օտարումից առաջացող մուտքերն են, որը մենք այս տարի չենք կարող։ Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասով երրորդ եռամսյակի համար ծախսեր են պլանավորվել 1.94,721 դրամ, փաստացի կատարվել է 672,102 դրամ, կամ 62.3%։ Ծախսերի 19.2%-ով վել աշխատանքի վարձատրությանը 129 միլիոն 140,000 դրամ, 6.6%-ով վել ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը 44,065 դրամ, որից 14 միլիոն 871,000-ը էներգետիկ ծառայություններ, դա փողոցային լուսավորությունն է, բնական գազի վարձավճար, էլեկտրաէներգիայի վարձավճար։ 716,500 դրամը կոմունալ ծառայություններն են, ջրամատակարարում, ջրահեռացում, 1.936,000 դրամը կապի ծառայություններ, 401,000 դրամ ապահովագրական ծախսերը, 4.333,000 գործողումներ, 3.481,000 դրամը համակարգչային ծառայություններն են,
և 1.656.000 դրամը տեղեկատվական ծառայությունները, 781.900 դրամ ներկայացական ծախսեր, 4.751.000 դրամը ընդհանուր բնույթի այլ ծառայություններն են, որի մեջ մտնում է Սեդրակ Բաղդասարյանի և Արմեն Մամաջանյանի կողմից մատուցված ծառայությունները, DJ-ի ծառայությունը, հրավառությունը և այլն։ 4.257.000 դրամը մասնագիտական ծառայություններն են, դրանց մեջ էլ մտնում է 720.000 դրամ քգակ փաստաթղթերի կառման ծառայության վճարի, գրասենյակի գազասպասական համակարգի տեխնիկական գումարը, մրցույթների համակարգչային սպասարկման ծառայությունները, չափագրման ծառայությունները և այլն, անասնաբուժի ծառայությունը, 63.000 դրամ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում, որը կազմել է քարտիժների լիցքավորումը, 1.41.000 դրամը գրասենյակային նյութեր և հագուստ, դրա մեջ մտնում է նաև ձմեռային օլիմպիադայի համար պատրաստված գնված հագուստները, 930.000 դրամը տրանսպորտային նյութեր, 969.000 դրամը կենցաղային և հանրային սննդի նյութեր, 3.524.000 դրամը հատուկ նպատակային այլ նյութեր, դրանք լուսատուներն և կրակնալիչները, ինչպես նաև ծաղիկներ, ծաղկեպսակներ։ 61% հատկացվել է համայնքների 11 բակների պահպանմանը, 409.843.000 դրամ, 1.335.000 դրամ դրամական աջակցություն կամ այլ նպաստ բյուջեից և այդ ծախսերի կատարմանը ուղղվել է 87.718.000 դրամ կամ ծախսերի 13%-ը։ Դրա տակ մտնում է դատարանի պետտուր, կադաստրային ծառայություններ, համայնքների միության գումար, նվիրատվություն Հայ առաքելական եկեղեցուն և այլն։ 85 միլիոն դրամը Պաուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումն է։ 2025 թվականին երկրորդ եռամսյակում բյուջեի ֆոնդային մասից ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր կատարվել է 559 միլիոն 339.000 դրամ, որից 7 միլիոն 948.000 դրամը 2022 թվականի սուբվենցիաների պետության մասնաբաժնի կատարման համար, 192 միլիոն 447.000 դրամը 2023 թվականի սուբվենցիա պետության մասնաբաժին, 87 միլիոն 932.000 դրամը 24 թվականի սուբվենցիա պետության մասնաբաժին, 86.623 բաշխումներն են, եթե հետաքրքրում առանձին կարող ասեմ, և գալիս այստեղ արդեն ընթացիկ ծախսերը, որը կազմել է 123 միլիոն 393.000-ը դա ռումինական շենքերի էներգոարդյունավետ արտոնականացման ռիսկերի նվազեցման աշխատանքների համար է, 64 միլիոն 614.000 դրամը Ալեյան ցողու և մի մասի քաղաքային այգու հիմնանորոգման գումարներն են, 12 միլիոն 912.000-ը Ուրասարի մշակույթի և Ստեփանավանի մշակույթի վերանորոգման գումարներն են, ունենք ճանապարհների համար վճարված 66 միլիոն 661.000 դրամ և այստեղ 500.000 դրամ գերեզմանների ցանկապատի վերանորոգման նախագծման աշխատանքների համար, 20 միլիոն ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներ, գնվել են աղբարտներ ծառեր, որոնք նախորդ եռամսյակում ես արդեն ասել եմ, և այս տարի 95.000 դրամ ՀԴՄ-ի ապարատ և 985.000 դրամ համակարգչային տեխնիկա։ Շատ բարի։ Հարցեր արգելուներ։ Չունենք հարցեր։ Կարելի է հարցնել։ Այո։ Աշխատակազմի համայնքապետարանի աշխատակազմի ինչ հաճախականությամբ և ինչ գումարներ է որպես պարգևավճար ստանում ես
Ուրեմն չունենք նման հաճախականություն, ստանում են այն աշխատողները, որոնք ցուցաբերել են լավագույն աշխատանք կամ ընդհանրապես մասսայական ստացվել ակիսամյակի արդյունքներով 50%-ի չափով աշխատավարձի ու ընդհանուր ակտիվացման գումարները մեծ թիվ չի կազմում, դա 9 միլիոնի կարգի գումար։ Մեկ էլ մի հարց, ես անցյալ ավականներից աղբահանության վերաբերյալ հարցի չլսեցի և հուսով եմ, որ այսօր ինչ-որ մեկը կպատասխանեմ։ Ես կպատասխանեմ, ուղղակի անցած անգամ ես մի քիչ խնդիր ունեի, չկարողացա պատասխանեմ, ես դրան կպատասխանեմ, ես պատրաստ եմ։ Ուրեմն, եթե դուք ուշադիր նայել եք, այնտեղ աղբահանության ծրագրում ես գրել եմ, որ 2 միլիոն պակասեցումը կատարվել է հենց անմիջապես ծրագրից, ուղղակի ընդհանուր բնույթի այդ ծառայություններ գործվածից 42-39, բայց աղբահանություն ծրագրից։ Այստեղ աղբահանության ծրագրով մենք ունենք նաև ֆոնդային բյուջեի ծախսեր նախատեսված, որով նախատեսել ենք աղբատար մեքենաների գնում և աղբարտողները գրվել են, որոնցից մենք պակասեցում չենք կարող անել նման ծախսերը անելու համար, և եթե ուշադիր եք, մենք պակասեցումները, ես ավելացումը որտեղից որ արել եք, ես ավել եկամուտ չէի ավելացրել, ես պարզապես ուրիշ ծրագրերից, որտեղից որ տեսել էի, որ կարող եք ունենալ էկոնոմիա, խնայողություն, ես ընդեղից էի տարել, ես աղբահանությունից չէի տարել, որովհետև դեռ պարզ չէր մենք այնտեղ ինչ խնայողություններ կունենանք, դա կկատարվի արդեն դեկտեմբերին ներկայացվող բյուջեին։ Մի հատ կներեք էլի, ես այդ անցած նիստի մոտ հասկացա հարցակցությունները, ինչի մասին է հարցները։ Այնտեղ աղբահանությունը մենք ավելացում ունեինք։ 2 միլիոն 170,000 դրամ, 2 միլիոն 170,000, ես դերեք եմ իմ թուղթը, որից 2 միլիոնը ես նույն ծրագրից 42-39 ուղղակի հոդվածից ընդհանուր բնույթից եմ պակասացրել, անմիջապես դրամաշնորհիվ չեմ պակասացրել, բայց սա այն գումարներ, որ մենք նախատեսել ենք այդ ՄԱԿ-ի հետ, որ իրանք ինչ-որ աղբահանության բանի ծրագիր էին անում, մենք այդ ժամանակ մտածում ենք, որ այդ գումարները մենք ենք տնօրինելու, ես 2 միլիոն նախատեսել էի 42-39, բայց քանի որ բացվեց, որ դա կոմունալը պետք է տնօրին, ես այնտեղից հանել եմ, ավելացրել եմ իրանց դրամաշնորհի վրա։ Չէ, դուք ասեցիք ինչի աղբահանության ծրագրից անմիջապես չեք հանել, այլ հանել եք ուրիշ ծրագրից, չէ։ Եվ եթե վերես ամսետ և օրական, ստացվում է օրական շատ մեծ գումար է ստացվում, հետաքրքիր ինչի վրա դա դուք չպատասխանեք, երևի թե համապատասխան պաշտոնատար պատասխան, եթե գտնում եք տարապատասխանը, ես էլ հարց չունեմ։ Իշտ ասում լավ չլսեցի, ես ինչ եմ ասում։ Ասեք ինչի կողմը Ես մտածել եմ դիքի Ղարաչյանը կզանգի, բայց չի զանգել չուղի։ Շատ զուր եմ մտածել, բանն ասում են ավական նիստից առաջ չնծարկ նորմալ է։ Հա, դա խնդիր չի, հետո մենք կպասենք։ Խնդիրը այնքանով է, որ հարցը տալիս են հարցի պատասխանողներ լինեն։ Եվ հենց հիմա այդ նիստից հետո ուրեմն ունեցավ է, որ Տիկին Հարությունյանը դարան մանրակրկիտ կներկայացնենք ինչ, ոնց ինչ է կատարվել և ինչ է։ Ուրիշ հարցեր են գեն է բյուջեի հետ կապված։ Այդ կեցավայրը ինչ էր։ Հանրային շինությունների նյութերը հետաքրքրեցին իջայլը։ Այս այնից գտնեմ այդ մասը։ դրամը կենցանային և հանրային սննդի նյութեր, նրանց մեջ մտել է ուրեմն պաղպաղակը, որը մենք արել էինք այգու երեխաների համար, այն որ անվճար բացման օր բացեցինք,
Տնտեսական գումարների մեր տնտեսական գումարների ծախսը։ Ջուրը բան է, սեպի ծախսերի ծախսը։ Ես ամեն էլ ես ջուրը կլինի Որ ընդհանրապես դասվելա 969 Եվ միջայլը դասեմ դա ամենու համեմատած ուրիշ համայնքների ասեն կարելի ասել կեսից էլ է։ Փորձում ենք ինչքան հնարավոր է դաժե մեր աշխատակիցներն էլ սկսած ինձանից վերջացած աշխատակիցները որ մի բան գնելուց են որ ասում մեկի մի բան պետք է հույրացին թե գուզեր մի բան բաներ են կամ մի սուրճ կամ մի բան մեր ջեբից են կառնում որ կարող լրիվել միանշանակ դա ընդունելի է որ լրիվ համայնքի աշխատի բայց շատ ժամանակ մեր պարզապես մենք ենք անում էլ փորձում ենք դերել որոշակի տնտեսությունները ուրիշ ընկերներ շնորհակալ եմ շնորհակալ եմ այդ սրա քվեարկում ենք հա կողմ դերվելի ով է կողմ դեմ ձեռնպահություն ենք շնորհակալություն բոլորիդ հարց երրորդ ուրեմն Ստեփանան համայնքի ավականու 11/2020 թվականի Հայաստան Հանրապետության լոռու ու կներեք քան երկար չասեմ ուզեցող դանի Ղալաչյան ասեք Հարգելի ավական անդամներ, նախորդ նիստին քննարկվել է եւ ընդունվել է որոշում մանկապատենական մասնագիտացի մարզիչների եւ սաներին պարգևատրելու եւ թերենք ունենան հաջողություններ։ Բայց հավելվածը պետք է նորից քննարկվել որոշ բազություններ լուծել։ Այս ընթացքում այդ աշխատանքները կատարվել են եւ մասնավորապես այսպես այստեղ միջազգային առաջնություն ուրեմն երբ որ մարզիկներն մասնակցում են այդ առաջնությանը պետք է առնվազն 5 պետություն մասնակցի որպեսզի ստացվի որ ճիշտ ընտրություն եղավ եթե 5 պետություններից մեր համայնքը զբաղեցնում է առաջին կամ երկրորդ կամ երրորդ պատվավոր գործունական տեղերը այդ դեպքում են մարզիչները եւ մարզիկները ստանում պարգևավճարներ Միադրակներ եկել ես վերեցիք քննարկեցինք եւ այս միջազգային առաջնությունները Հայաստանի Հանրապետության առաջնությունը պետք է ավելի կարևորվեր ու դուք չեք արել այս չանշան։ Դեռ միջազգային առաջնությունները ավելի բարձր են դրել, քան Հայաստանի Հանրապետության առաջնությունը։ Գումարային փոխել են բարոն Նիկոլյան, ոնց դուք նշել եք դեպի Արտակ ոնց են նշել։ Եթե քննարկել Տեղափոխենք Հայաստանին էլ հետո միջազգային ես ասեցի հետո շուտ Ես այդ թուղթը պահել եմ երբ որ նշվել ա դրեն, ոնց Այսինքն սա վերել։ Վերջի քննարկումը եղել է Արտակի հետ։ Արտակի քննարկել են ձեզ էլ ասվել է։ ինչ նշում արել է, տենց են փոխում։ Հասարակությունը տալիս եմ Տեղափոխենք ես ասեցի չէ։ Միջազգային կարևորեցին աշխարհի առաջնություն, երկրորդը Եվրոպայի առաջնություն, երրորդը Հայաստանի Հանրապետության առաջնություն, նոր չորրորդը միջազգային առաջնություն, და միջազգային առաջնություն պարզապես գոնե մի 5 պետություն, դա տարվա մեջին 10 անգամ է նման առաջնություն ասել, այդքան դա եսի մինչ չի։ Եվ 5 անգամ է քննարկեցին դու նույն ձևի սա թողեցի։ Այս հարց օրակարգից հանեք։ Որ ուշադիր լինեք, սեն չեք անում։ Դե ուրեմն կքվեարկենք ու տենց կանենք։ Դե որ ասում անենք, ուրեմն ես պատկերացնում եմ նաև, որ կողքի կայնած թիմն էլ ուրեմն միանշանակ համամիտադրել։ Եկրեմ ընկերներով ախով որակարգից հանելու։ Դեմ ձեռնպահ։ Գրեք որակարգից հանված։ Եվ որ հանձնարարությունը տալիս են մանավարի կատարեք։ Տիկին հարցունը կարելի է ձեզ դուք այդ հարց լավ շատ եք տալ, ինչի եք դեմ որ օրինակ, որ սխալ որոշում եք կայացրել, ինչի եք դեմ։ Ես ձեռնպահ եմ, որովհետև անցյալ անգամ քննարկություններ եք ունեցել։ Միաձայն չի, ես եմ եկել ձեռնպահ, հիմա էլ եմ ձեռնպահ։ Եթե մեկ են չի, մի բանից հասկան, թե ու ձեռնպահ եք, բայց չի որտեր բակի հետ կապված, որտեր բակի հետ կապված, կարող է մի բան յոխուտ է, որ հաջող անգամ
Տնենք քվեարկման արդեն իսկ ավելի բարձրացում չեն ուզում էլ, եթե առաջարկություններ կարող են չէ։ Չի, ես առաջարկություն չունեմ, ես ուղղակի չեմ հասկանում, դուք ինչ-որ բան եք առաջարկել, ձեզ չեն ընդառաջել, դուք հիմա դեմ եք Չեն ընդառաջել։ Ես հանրությունը տալի, հանրությունը կատարում։ Եվ ես հանրությունը տվել եմ, հանրությունը թերի է կատարվել։ Դրա համար էլ համապատասխան մարդիկ նկատողություն ստանում։ Դե վերջնական ավականին է որոշում, միգուցե ավականին հիմա Նկատողությունը ավականին չի որոշում, նկատողությունը իմ լիազորությունը շրջանակներում։ Քվեարկման եւ հաստատում։ Ինչպես։ Ավականին ասա հաստատում։ Դուք ատյայն Դրա մասին չեմ ասում, աշխատողի մասին եք ասեմ, ասեմ ձեր չեն ընդառաջել, ես ասեմ չեն ընդառաջել, դա հանրությունը եւ կատարում են եւ թերի է կատարվել։ Ես էլ դրա համար խնդրեցի ավականներին, որ որակարգից անեն։ Ձեր ասածը չեն կատարել, դուք հանում եք, բայց ես տեսնում եմ, որ դրան ամենից Թերի են կատարել, ոչ թե չեն կատարել, դա միշտ տարբեր բաներ են։ Եվ եթե ինչ-որ բան պետք է փոխել, ավելի լավ չէ հիմա բոլորով քննարկենք, փոխենք եւ ընդունենք։ Ինչի անենք որակարգից։ Եթե ավականն է հասկանում։ Դա արդեն իսկ որոշված։ Անցնենք հաջորդ հարցերի ուրիշ։ Ստեփանավան համայնքի Ուրասա բնակավարի վարչական սահմաններում գտնվող հողամասեր 24 տարի ժամկետով սահմանափակային վարձակալության իրավունքով տրամադրելու մասին զեկուցող Անուշ Կիրակոսյան համեցեք։ Ուրեմն ընդհանուր վերջերս 12 կտոր հողամասեր են, արդյունաբերական դեպքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության եւ ներքի օգտագործման գործառնական նշանակության ընդհանուր 41 հեկտար 8764 մետր եւ առաջարկում են սահմանել տարեկան վարձավճարը հեկտարի համար 100,000 դրամ, այսինքն 4,164,000 Մինչև այդ չի եղել, Ընդհանրապես մինչև այդ չի եղել, ներկու բարով ես ներկայացնել, դա այս մի տարուց ավելա խտաբանություն ենք անում այդ հողերին, նոր կարեցանք վարձենք վկայականներ ունենան գորշնական տեսքով, որտեղ կադաստրային արժեքը 10,000 դրամ է 1 հեկտարի որ։ Եվ լսենք էլի 10,000 դրամ է 1 հեկտարի կադաստրային արժեքը, որ պետք է առաջարկողին մինիմալ, բայց մենք 10 անգամ ավելի գույնենք, մտածում ենք գույնեմ մի 100,000, եթե առաջարկությունները մեկ ուրիշ խծև ամեցեք ենքան շատ փող կարենան։ Ես միայն կողմ եմ, ենքան շատ ենքան լավ, նաև խելամտությունը նայեք, դա պարզապես տարածքա, որտեղ լինելու են թափորներ, ինք այլ ոչ մի բանի չի օգտագործվելու, էլի ոչ հանքի հա ոչ են, ոչ բացարձակ ոչ մի բան Ինչպես? Դա թափոնների համար և նաև իրանց բանը լեռնահատկացումը մոտ 200 հեկտար ինչքան է, դա էլ է մտնում այդ տարածքի մեջ, իրանց պետք չի, հենց այդ կակնած, մենք ենք ասում, որ պետք է վերցնենք։ Իսկ ինչ նշանակության հողեր է։ Ինքը փոխել ենք արդեն, սարքել ենք ինչ, արդյունաբերական ենք սարքել, յուղ էր, մի սարքել ենք արդյունաբերական և իրանց էլ կանչել ենք քննարկման, ասել ենք սա պարտավոր է ու դա ուզում ենք այս 25 թվականի հունվարի 1-ից այդ պայմանագիրը ուժի մեջ մտնի ամբողջ տարվա համար։ Իսկ ինչ թափոններ է, դա չի ասվելու։ Այդ բանն է, էլի, որ տեսենց ասել ու սաղատը տեսել եք, էլի Արմանիս հենց այդ հանքեր, որ անցեք երում ու ձախի վրա մեծ կավի նման է դուրս սարված որելի, դեպի Ուրասար արդեն իզրու գնում եք ենա, այդ ամբողջն է, այդ թափոնները իրանք թափել են ատես 25 տարի արդեն, հեն ինչի որ նոր են թափոնները թափել։ Ոչ մի դարեմ չեն տվել։ Այս 20 տարի է, չէ, միջև ես պահը 0 դրամ։ Բան չեմ ասում ես միայն կողմ եմ թող մի միլիոն է, պրոստը ուզում եմ նաև ներկայացնել ինչի մասին է խոսքը։ Համեցեք, խնդրեմ, համեցեք, ինքը 10,000 դրամ է 1 հեկտարը, սենց պատկերացրեք։ Մենք այս պահին դրել ենք գոյնե 100,000, սենց ասել, մենք առաջարկում ենք գոյնե 100,000, որովհետև նաև ինչի ենք, հայ, պետք միջայլոց ասեմ, ինչի ենք այդ թիվը վերցրել, նախկինում իրանք ունեն պայմանագիր, միջև որս այդ պայմանագիր ուժի մեջ է 6 հեկտար, չէ, դրա կողքերին 6 հեկտար և հեկտարը 100,000 դրամով է։ Ոնց
ոնց որ տրվեցված է եղել, եւ այդ էլ մենք 5 վեկալա, որ առնվազն գույնը այդքան առաջարկին, բայց միջայլոց ասեմ, նա կարա շատ դժվար է հարվածը, որովհետեւ նա հենց կոնկրետ հանքի բանա, որտեղ հանքային ուտ կա, այդ ձևի տարածքա, այդ 6 հեկտարը։ Մասնականը մենք տանք որպես թափումների համար հարկասած, բայց արդյունաբերականով կարող եք ուրիշ կողմ ծառայի իրենց համար, այսինքն բանալագիր քանի տարի եք թափել եկնել։ 24 տարի, մի դեպքային օրենքներ, 24 տարի, կարող Իրաց ժամկետը ավարտել։ Եկլեմ ասում եք, Լեռնահատկացման իրաց ժամկետները ավարտել 24 տարի հետո։ Վաղը կարող ուրիշ բան, այսինքն արդյունաբերական նշանակություն իրենց համար, արդյունան դերից ինչ-որ հանքային։ Ուսումնասիրված այդ տարածքում հանքային։ Չէ։ Չկա, մենք իմիջայլոց այս առաջ եկա է պետք է քննարկենք, դրանց հետ կապված որ հանքանյութի եւս 30 հեկտարի կարգի մենք իրանց սեփական հողն է, կա երկու տարբերակ, կամ իրանք պետք է դա նշանակությունը փոխելու համար մեր վճարումներ անեն, բայց կա ասած մի բան, որ նաեւ անդերքի, որտեղ որ անդեր կա, այդ հողերը պետք է լինի պետական սեփականություն, բայց սա իրանք սեփականություն։ Մի կարող է իրանք հետ նվիրատվություն անեն համայնքին, այդ հողը, ավականին վարձակալություն որոշի և նորից հետ տանք իրանց վարձակալության, բայց պետք է դա արդեն իրանց սեփական հողն են մեզ տալի, պետք է մինչև այդ ամենը կան համաձայնեցնել, որ չլինի ինձ որ ասենք հետ տան մեզ, մենք էլ որոշենք, որ իրանք չեն տան։ Ու իհարկե դա չնովանա, բայց ամեն դեպքում sense խնդիրներ ունենք այս առաջ եկել, դա հենց այդտեղ էլ արդեն իմ կարծիքով շատ մեծ գումարների մասին խոսվում է վարձակալության տալու։ Ստեղ համեցեք ասեք, իմ կարծիքով նենց Եկալ է միջև մի 150 Մտեմ համեցեք, թիվ առաջարկել 4 տարի մեծ թիվը այդ տարիքա այդ չգիտես վաղը ինչ է պատահել 150,000 առաջարկել, Հարուստ հիմնարկեն չեն։ Ես համաձայնվեցին, չտվեցին, Ո՞ց է դեպի։ մենք չտանք, ինչ են անել, այդ թափողները հանելու են այդտեղ։ Սենց ասեմ, որ իրանք կարան ամեն դեպքում դատական կարգով որոշակի հաղթանակներ ունենան, որովհետև էլ ենք ասում, դա հատկացված է լեռնահատկացման ակտով կառավարության որոշումով, իրանց այդ ամբողջ տարածքները հատկացված անտեն։ Այն որ մենք կարան, բայց ինչ կդառնա դրա վերջը չեմ կարա ճիշտ ասած ասել, կարան հրաժարվել եւ ինչ-որ զատարաններ, 6 ամիս, մի տարի, 2 տարի գույնը այն որ մի բան կարելի է այս բանին ասել, թե կուզենա 20 թվականի թե 150,000 եք առաջարկենք 150 չեմ կարծում որ պետք է հրաժարվեն որտեղ հա օրենքել 150 տարեկան 2 միլիոնի տարբերություն առնում է դել 20 տարի առաջ բարի են օգտագործել 20 տարի թող ընդունեցի ես նշանակում 42 հեկտար։ Քանի հեկտար է։ 42 Այդ 4 միլիոն 200 անում, իսկ եթե 50,000 ենք ավելացնեմ, 2 միլիոն 100 էլ ավելանում է 6 տարեկանի մասին է, չէ, ամսական հողի վարձակալությունը ընդհանրապես տարօրինակ է։ Հավիս նոր փակիվա Արձանագրեք ես տավական հողնից առաջել, որ հավիթում ուրիշ առաջարկներ կան։ Նորմալ է։ Շատ լավ դնենք քվեարկմանով ապով։ Դեմ ձեր մեպաչում եք, շատ ավելի լավ։ Իսկ 150,000 դրամ։ Հաջորդ հարցը ուրեմն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման մասը զեկուցող Անուշ Կիրակոսյան։ Երկու հողամասը մեկ ուրասարանային մատուցվում 6-րդ փոխանցում հասցեում արդյունաբերական դեպօգտագործման եւ այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը 2069 քառակուսի մետր, առողջական գինեսահմանվել 3,600,000 դրամ եւ երկրորդը անտառային փողոցում է գտնվում 4-րդ նրբանցք 12-2 հասցեում
459 քառակուսի մետրը, մեկնարկային գին 2.350.000 դրամ։ Գները սահմանվել է գնահատողի կողմից։ Ընկերներ, դե օրենքի փոփոխությունները բոլորը տեղյակ եք, որ արդեն իսկ խողը կարող է միայն դնեն կոտարման, անկախ գնահատողի գնահատելուց հետո։ Մի օրս թվերը բանկեր որ նայում ենք ուրասարան, ասենք ինչքան է։ 1700 դրամ է գալիս էլի։ Շատ մեծ թիվ ասա։ Այս հողը ուրասարան ես 4 միլիոնանոց հողը, ասենք անցած տարի սա կարելի է ծախել ընդամենը լավագույնի 400.000 դրամից ես կարելի ասել։ Մենք այսօր առաջարկում ենք 4 միլիոն 2.350.000 իհարկե համայնքի համար միանշանակ սա շատ լավ է, միանշանակ շատ լավ է, եւ դի կարևոր նիշն է ցանկություն հայտնողները եղել են, էլի գնելու, այս ամենաշատ կարևորը, այս դեպքում, որովհետեւ այն որ մեր հողերը վաղը մյուս 26-27 թվականներին այս կներն են անցկենալու, այդ միանշանակ է, ես համոզված եմ, որ վաղը մյուս օր շատ ավելի է հանգանալու եւ շատ ավելի լավ լինելու համայնքի համար։ Այսօր մի որոշակի մարդկանց մոտեցում կիսանում են նայում այս ամենին, բայց դե արդեն այդ է այսօրվա մեր իրականությունը։ Սրանից հետո մենք ոչ մի մետր հող չենք կարող դնել կոտարման առանց լիցենզավորված համապատասխան գնահատողի գնահատումից։ Հաստատող հիմքերը գնելուց չլինելու պարագայում չենք կարող դնել։ Իսկ միացած առաջը քաղաքի զարգացման համար, այսինքն դե բավականին մեծ գումար է, որը մեր քաղաքի դեղաբնակիչները չեն կարող այդ ինձ թվա հատուկեն մարդկա այդ գործոնել, որ այդ հողը գնի եւ սարքի։ Կարանք մենք զարգացման համար ավականին որոշի, որ երիտասարդ ընտանիքների որպես բիզնես նպատակով չէ, այսինքն իրանց մանկացարան սարքելու համար ինչ որ հող կարենանք ճիշտ այլ ես մենք գնահատողով, բայց գինը կարենանք հարմարացնենք, որ մարդիկ կարենան չէ։ Կարաս էլ լինի ամեն դեր ասած։ Կամ է հողը պետք է ավականի վերջին աշու ավականն է այդ ամենի տերը։ Կարա նվեր տա։ Իսկ եթե հողը պետք է դրվի աճուրդի եւ օտարվի, դի այս կարգերով առաջնորդվի։ Դե գնահատողները Հայաստանի Հանրապետությունը Ստեփանավան չկա օրինակ, մենք որ մրցույթ ենք հայտարարել բոլոր մասնակցությունների Վանաձորի կազմակերպությունները, Երևանից էլ կարող լինեն տարբեր տեղերից, էլի Ստեփանավան ոնց որ թե նման լիցենզիա ունեցող կազմակերպություն չկա։ Գնահատումներն էլ մենք իրանց այդ տարբեր ձևի նստել ենք հրավիրել ենք քննարկել, ասել ենք ինչ սկզբունքներ են, ոնց են գնահատում, ոնց են որոշել, որ այս հողը այսքան է։ Ուրեմն կա հստակ օրենքը կետեր, որ ասենք հայտարարություններն են հիմքվել ունեն, ասենք լիստը են մեկ էլ մյուս ասեն, որ այդ տարածքում ասեն կա վաճառքի հայտարարություն, որ այս ձևն է ծախը։ Նախադեպերն են հիմքվել ունեն, կադաստրային արժեքը բնական այդ է հիմքվել ունեն, տեղադիրքն են հիմքվել ունեն, մենք այսօր դաժե քննարկում ենք ընդհանուր արևինով ոնց է սենց ասած հարավանային մենանայ, տարբեր գործոններ բերում են սենց կպցնեմ իրար և գնահատում իհարկե մասնագիտական բան էլ, ես ինք լսել են, պարզապես ինչ ասել են, էդ եմ ասում, որ դրա համար ստանում են լիցենզիա և դրա համար իրանք էդ իրան են գնահատելու և որ ասում են մի քիչ շատ է, իրանք էլ իրանք սենց ասած հիմնավորում են ներկայացնում, որ սենց ամենքն շատ ավելի ողջունում է, ինքան հանգելն ինքան ավելի լավ առաջին հերթին համայնքին մուտք ապահովում, բայց մի որոշակի եմ ասում, խնդիրը կա, որ այս պահին տարուներում իմ կարծիքով բարդություններ մի շի առաջանա, ոչ թե ասպոստը չառաջանա։ Իսկ Իշխանյանը գնահատում է, նույն տարածք գնահատել է, Իշխանյանը գնում չի։ Նման դեպքում Դե այդ արդեն մենք շատ ենք դայել ենք, պետք է անենք, որ 1, 2 և հասնենք դրան առաջով ենք հստակ թույլ է տալի, 1, 2-րդ աճուրդ, 3-րդ չկա, վերանայում գնի։ Մի ես պահին դնայում, որ ասում կեկանք, մի կդնենք ես աճուրդի չի լինի։ Ես հաջորդ հարցը, որ լրացիչով կա, ատեղ մի շավելի խորանանք ետ ես կու ասացի մեջ։ Ունենք հարցեր, շվիր։ Դե, դնենք քվեարկման, ով է կող։ Դե, ձերնապահ, ձերնապահ։
Սկզբնական օրակարգը ոնց որ թե բարվեց է լրացուցիչ Լրացուցիչ հարցերը, Նասեն Արարքանի Ինչի մասին է խոսքը, հացել։ Ստեփանավան համայնքի Աղայան առաջին և երկրորդ դրքանցքների, 400-ը դիվիզիան դրքանցքի և Նելսոն Ստեփանյանի հողերի Տուֆես Արարքունով հիմնարարող բանաշխատանքների իրականացման գնման բաց մրցույթ հրատապ եղանակով անցկացնելու վերաբերյալ։ Զեկուցող Արսեն Ավագյան։ Համեցեք բարբար։ Հարգելի հավաքական անդամներ, ձեր որոշման ենք ներկայացնում, որպեսզի թույլատրեք Ստեփանավան համայնքի Աղայան առաջին և երկրորդ ընթացքների 409 դիվիզիա ներքանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցների Տուֆես Սալարկոմով հիմնանորոգման աշխատանքների բաց մրցույթի հասկացումը հրատապ եղանակով հայտերի ներկայացման ժամկետ սահմանել առնվազն 10 օրացույցային օր այս ծրագիրն է, որ կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը խզել էինք, մոտ 40% արված էր աշխատանքների, նախանցած նիստին մենք էլի հարցում էինք, որ թույլատրեք միանձով գնում անենք նախագծանախաշտային հաստատքների պատվիրենք, որ գնային ամփոփաթերթերը վերանայեն, դրանք ամբողջը արված է, ամբողջական փաթեթը պատրաստ է, ներկայացնում ենք արդեն պատրաստ ենք ներկայացնելու մրցույթի, իսկ ինչի օրակարգը չկա, կարող եք կրամ, հետև 4 օր առաջ նախագծերը բերել, շուտ կազմեցինք, այս ժամանակահատվածում չկարողացինք տեղավորվենք։ Ամբողջական պատրաստ է, եթե մնում է այս թույլատրություններն 10 օրյա ժամկետը արդեն մրցույթը այս ձևով տնենք, որ շուտ էլ իշխանավորը։ Այսինքն հաջողության նպատակը նրանն է, իշխանավորը գոնե շուտ մեկնարկի եղանակները եթե բարենպաստելի կարող է դրա ավարտել։ Սովորական էլեկտրոնային մրցույթը 30 օրացույցային մոռատերում Հարցեր կան երես։ Ողակով դեմ ձեռնպատչունենք շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության հաջորդ հարցազրույցը Հայաստանի Հանրապետության Լոռու Ստեփանավան համայնքի հավաքարու 14 փետրվար 2020 թվականի թիվ 06 ավորոշում ուժգործող ճանաչելու մասին կզեկուցի Անուշ Գերակոսյանը։ Երկու հարցերն միասին ասեմ, որտեղ իրար հետ կապ ունեն, քանի որ այն ժամանակ գնահատական երրորդ հաջորդ հարցը հողերի օտարվա վերաբերյալ, քանի որ նախորդ անգամ կադաստրային արժեքներով են սահմանել ոչ թե գնահատանի միջոցով, նախորդ ժողովրդացած ենք ճանաչում, հիմա նոր որոշումով գնահատում։ Այսինքն այս հողագետորները մենք նախորդ նիստերից որևէ մեկը որոշել են 400 դրամով դնենք աճուրդի։ Իսլամոլորը կհիշեք և չդրեցինք նրա համար, որովհետև կառավարությունը եղավ այդ որոշումը, որ այսուհետև հողերը պետք է սենց ասած բանը գնահատումը նրանք փորձագետի կողմից նոր դներով տարման դրա համար այդ որոշումը, որ արդեն իսկ ավականին ողջունելով կարելի է օտարել, կողմը քվեարկել, դա չեղարկվում է և նոր ձևաչափ։ Իսկ նորի վերաբերյալ դրանց ասեք էլի։ 7 կտոր հողամասեր են սարադաշտավամասում են գտնվում, Կարակոսյան մետրի արժեքը սահմանվել է 7000 դրամ և 7500 դրամ, էդ էլ իրար կողքի հողեր են, բայց տարբեր գներ ասա։ Իսկ դա ինչ է ոնց է մեկնաբանում, այսինքն նույն իրար կապացող ենք 7000 Այսինքն ամենապակասը 7000։ Այո, ամենապակասը 7000։ 7083 դրամ։ Ամենաշատը 7552 դրամ։ Իսկ նախկինում չքան։ Նախկինում 4000 դրամով է։ Իրանց նաև ասեն, իրանց կադաստրային արժեքը 1877 դրամ է։ Այսինքն մենք սենց դերնենք կրկնակի և ավել գին ենք առաջարկել, սենց դերնենք։ Ես ներկա պահի կուսակալի 7000, բայց դա ես է։ Ես այսօրվա մեր իրականությունը, սա է… Ոչ մի տեղ բնակմամբ իրան բնակականա թող չկա նմանվանա, նու հիմնականում է։ Ես դա համար ասեցի, երիտասարդ Այդ բոլորը այն ամենադրել, թե կոնկրետ գնահատվում այդ հատվածը։ Քաղաքում կարա շատ տարբեր գներ են, ես պային ատել է գնահատել։ Ես էլ դասեմ, ես որ կարա տելը գինի մի քիչ դեպի ես կոմբուրդը, 10,000 տարի է։ Նախորդ հարցով, որ ներկայացրեցի, Անտարանի փողոցում 5500 էր սահմանում։ Հա, մի հատ ճիշտ ասել, մի հատ 5000 մի տեղ համ մի հատը գնահատել է 5500, չէ՞ կարծում։ Համարյա 5500։ Դե այս նոման նաև որ պարզապես
հայատների մեջ ինչ-որ մի հատված Հողի չափի դայնություն երկարդեններ չարել, ինչին իր նպատակի Իսկ իրան, որ գնահատում են, ձեզ ներկայացնում են այդ չափանիշները, որ թուղթեր տալիս Նույնիսկ շատ է տալիս, սա նկարներով, բացատրություններով, այսով, հիմնավորումներով։ Միավոր ուսանականներ տարածում Ինձ մոտ կան Մենք դարձը Մի հողը գնահատում են 30-ից 40 հազար դրամ Այս 9 միլիոնանոց հողի իրանց որպես Իրար որպես ծառայության բունակ, մենք իրենց այդ պայմանագիր ունենք, այո, գյուղ հողը ուրիշ լինա, բնակավայր հողը ուրիշ լինա։ Դա չի մտնում, դուք դա առանձին մտնում եք։ Այո։ Մենք դաժե ցանկացողին, որ մարդիկ գալիս են հողի համար դիմում են, որ հող են ուզում գնեն, որտեղ կասենք համայնքային հողեր, բան դաժե առաջարկել եք, ես ձեզ գնացեք համայնքը համաձայնա, լիցենզավորված կազմակերպության գնահատում բերեք, որ մենք չպատվիրակենք գնահատումը, հող եք ուզում, Պարզապես այս պետությունում ասենք ես պահին կարող ակա 150 հատ լիցենզիա, այսինքն 150 նման գործունեություն ծավալով չի դեմ չկա։ Եվ գնացեք, գնահատեք, բերեք, թող գնահատումը լինի 5300 դրամ, մենք դնենք 5300 վաճառի, որ եկել եք դիմում եք ուզում եք կնցարկեք։ Ու իհարկե արդեն դա վերջի խոսքը ավականումն է, բայց դե պարզ ավականում է դրանց բարձր, բարձր կոչենք։ Իմաստ չկա էլի բացարձակում դրանց բարձր առաջարկենք։ Սա և նաև ինչն է, հիմա որ այս պահին ես հողերն ուզող չկա, բայց որն երորդ որ ասես հաջորդը, մենք սա դնում ենք և տեսնենք, կլինի ուզող շատ ավելի լավ, եթե չի լինելու կգա ժամկետը կանցկենը, երկրորդ անգամ էլ ենք եւի դերնելու և նաև որ կառավարություն դիմելուց էլ արգին քննարկումներ ունեցող դիմելուց հիմնավորված տանը ներկայացնում որ չեն մնում իմ հողերը, մենք այսօր խնդիր ունի համայնքը սուբվենցիաների եկել, մյուս, դիմացի կողմերի պարտավորություններ կասենք, պետք է կարենանք տանք էլի, բայց եթե հող չի օտարում, վերջին հաշվով մեզ տարվա բյուջեն ինչքան է դիտնել նրա պլանավոր, երևի 300 միլիոն հողի օտարում ենք, չէ պլանավոր։ Պատկերացրեք 300 միլիոն պլանավորել ենք, որ պետք է հող օտարենք և դնենք սուբվենցիաների վրա, այս պահին մենք 1000 դրամ ենք օտարել, ամեն հետեքացիկը հող չենք օտարել մենք միջև ես պահ, առաջ երկու կտոր հողը, հսես այդ ուրասարի հողերն է, որ օտարում է։ Մենք իհարկե դիմել են, թե չեմ իսենց ասեմ, այդ ուրասարի հողը, ոնց ասում է հողեր գյուղը դիտի ամենով, պետք է գնա դրա վրա փողը, ամեն հողի վրա 100,000 և ավելի փողը համայնքը ծախսել արդեն իսկ էլի, որ հողը ընկերներ, սկզբունքորը սենց է մեր մոտեցում, էլի ուզող լինի նոր օտարենք, այս դեպքում պարզապես ասեցի ինչի համար, որ սա դրել եմ նրա համար, այս հողակտորների դիմորդները շատ են, 4000-ի դեպքում։ Հիմա այդ լրիվ մարդիկ գիտեն, որ 7 և 7 օր են դնելու այդ ժողովրդի, մեկ էլ տեղար մասնակցում, որովհետև ես նաև համոզված եմ 26 թվականը միանշանակ 7 և ավելի տալու են, միանշանակ։ Օր-օրի հողերը ցանկանում է, օր-օրի ներդրումները շատանում է, դրա կարիքը անընդհատ է շատ ավելի կա։ Եթե մենք կարենանք, դաժե այս պահին է, որ ասում է, տեղավորվենք, կարենենք Ճարաշ գնային միանշանակ այս լրիվ հողերը 7 հողել էին վաճառել, 10 հողել էին վաճառել։ Հարցեր ու չգին ես սրա վերաբերել։ Այսինքն առաջի հարցը, որ են մեր որոշումը դեմ ձեր նպատչում եք շնորհակալություն, երկրորդը, որ ես հողերը դնում ենք օտարման այս գներով, գնացուցակներ արդեն բոլոր ներկայացվեց, ով դեմ, երկրորդի ձեռնապատ, ընդունում եմ ձեր անհանգստությունը, ուսորցել ես չա։ Ահա,
երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին համեցեք։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի անկամից 9-րդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը առաջարկում եմ սահմանենք նոյեմբերի 14-ին ժամ 14:30։ Կարակ այլ առաջարկներ ունենք։ Դեպի գովակով դեմ դրնապահ չունենք, շնորհակալություն, իսկ ուրիշ հարգելի գիտեն, ուրիշ հարցեր բան ունենք։ Ներողություն, Գևորգ, ձեր տոնակատարությունը երբ էր, գուցե կխանգարի հավաքանու այսօրը, եթե մենք նոյեմբերի, օգտեմբերի, լավ, նոյեմբերի 14-ին ժամը 14:30։ Ելավ, գերե, դե շնորհակալություն։